Աստված մեր կարողություններին սահման չի դնում եւ չի ասում օրինակ, որ այսքանից ավել դու կարողությամբ օժտված չես։ Կարողություններիդ ճանաչողությունը գալիս է այն ժամանակ, երբ որ դու լիարժեքորեն վստահում ես քո հորը եւ քեզ զգում ես լիարժեք ժառանգ։ Եվ ըստ այդմ երեսի վրա մի թող այն գործերը, որոնք սկսել ես, այն գաղափարները, որ ունես եւ քեզ ուրախություն են պատճառում, դրանք կիսատ մի թող ու անընդհատ կիրարկիր, փորձիր, ձգտիր, հավատա, Աստծով արա, առաջ գնա եւ լավ գաղափարներդ տար եւ Աստծով հասցրու ու դարձրու իրականություն։ Մի պահ մտածիր այն փոքրիկ ծաղկի մասին, որը բուսել է կարծր գետնի վրա։ Պատկերացնում եք ինչքան մեծ ճիգ ու ջանք է պահանջվել ծաղկից, մինչև որ նա գլուխը դուրս է հանել, եւ թեկուզ այդքան էլ ջանք է տապել, մեկը անվստահ է արդյոք իրեն վիճակված է տեսնելու արևի լույսն ու ջերմությունը։ Եվ այսքան պայքարը ավարտել անվստահությամբ ճիշտ չէ։ Ինչու՞։ Որովհետև դու քո ներսում, քո էության մեջ հենց այդ ծաղիկն ես։ Ծաղկի սկիզբը սերմն էր, որի մեջ կար կենսական արարչական ուժը։ Եվ կենսական արարչական ուժը անընդհատ հրում էր, որպեսզի ծաղիկը ծլելիս վեր բարձրանար, ճեղքեր պատնեշները հողի ու քարերի եւ վերջո դուրս գար եւ արևալույսին հանդիպեր։ Մեր մեջ էլ կա այդ կենսական ուժը, որը արարչական ուժն է, որ Աստված մեր մեջ է դրել։ Այս կյանքում այն մարդիկ էական չի, որ աշխարհամասում են ապրում, ովքեր որ կարողանում են գտնել այս բանալին, որ քո ներսում ավելի մեծ ներուժ կա, քան որ դու ճանաչում ես, եթե գտնես, ապա կդառնաս իրապես Աստծո հաջողակ որդի։ Ուղղակի դու պիտի հավատաս, վստահես Աստծուն, կիսատ գործերդ Աստծով տանես առաջ։ Մենք սովորաբար մեր անելիքները, մեր գործերը պայմանավորում ենք մարդկանցով, եւ այդ պատճառով էլ չենք կարողանում հասցնել տեղ։ Եթե մեր հաջողությունը պայմանավորենք Աստծով, ապա ոչ միայն հաջողության կհասնենք, այլև հաջողությունը կտարածենք մեր շրջապատում ապրող մարդկանց կյանքում։ Եվ դրա համար մեզ պետք է հավատք, հստակ հավատք, պարզ հավատք, եւ այդ պարզության մեջ է կգա հնարավորությունը կբացվի լուսավոր ճանապարհը։ Ու այս օրինակը փոքր ծաղկի մասին մեզ կարող է ուղեցույց լինել։ Ինքը նախ սերմ էր, իր մեջ կրում էր կենսական ուժ, հետո պայմաններ ստեղծվեց, խոնավություն, բարելավ պայմաններ ստեղծվեց եւ նա ծլեց։ Հետո պայքարեց եւ հողերի ու քարերի միջով անցավ, մինչեւ որ հասավ կարծր գետնի երեսին։ Հետո արևալույսը իրեն ողջունեց եւ աճեցրեց, մինչեւ որ նա ծաղիկ տվեց։ Տեսեք ինչ է կատարվում։ Դրսից արևն է ջերմացնում, ներսից սերմի մեջ եղած կենսական ուժը։ Հիմա մեր ներսի կենսական ուժը դա Աստվածատուր հոգին է։ Արևն Աստված է։ Եթե մենք մեր գիտակցությամբ, մտքով, էությամբ կարողանանք հոգու եւ Աստծո միջև կապը պահել, ապա կաճենք, կզարգանանք, ել ավելի ուժեղ կդառնանք, ել ավելի իմաստուն կդառնանք, ել ավելի փորձառու։ Ուրեմն մեզ պետք է, որ ապահովենք հոգու սնուցումը։ Մենք մեր մարմնի սնուցումը ապահովում ենք, փորձում ենք իրեն գեղեցկություն տալ եւ անընդհատ ենք դա անում։ Բայց հոգու սնուցման համար այնքան քիչ ժամանակ ենք ծախսում մեկ օրվա կտրվածքով, շաբաթվա ամսվա կտրվածքով, որ պարզապես համեմատելի չէ մարմնի սնուցման հետ։ Ընդհանրապես դա շատ քիչ է, իրապես շատ քիչ է։ Եվ դրա համար մեր կյանքում այսքան խնդիրներ ու խնդիրներ կան։ Դրա համար, սիրելի ընկերներ ջան, մեր հոգու սնուցումը առաջինային է։ Երբ որ հոգու սնուցումը տեղն է լինում, մյուս սնուցումները դու արդեն լիարժեք տեսողությամբ ես իրականացնում եւ ոչ ավել ես անում, ոչ էլ պակաս ես անում, այլ ունենում ես նախ ներքին ներդաշնակություն եւ դրա արդյունքում էլ հասկանում ես, թե քեզ իրականում ինչ է պետք։ Ոչ թե ավելորդ վազքեր ես կատարում, անիմաստ նախաձեռնություններ ես անում, հետո սկսում ես տառապել այդ ամենի մեջ, որովհետեւ մեկ պատճառ կար այդ ամենի մեջ ընկնելու։ Դա հոգու սնուցումը չապահովելն էր։ Եթե ապահովեիր, ապա Աստված ցույց կտար ինչը պիտի անես եւ ինչ ընդհանրապես պետք չի որ դու անես։ Ինչի միջից դու արդեն դուրս ես եկել, այնքան է զարգացել, որ հին պրակտիկան քեզ պետք չէ։ Սա հավատքի կյանք է եւ սա իր մեջ պարունակում է մտերմություն ու շփում Աստծո հետ։ Այն մարդիկ, ովքեր որ հասկանում են այս բանալին, ապահովում են հոգու սնուցումը եւ կյանքում մնացած ամեն ինչ հայտնվում է իր տեղում։ Այլ կերպ ասած, Աստծուն դրեք ձեր կյանքում առաջին տեղում, մնացածը կհայտնվի իր տեղում։ Ամեն։